Մենք բոլորս փոքր ժամանակ տեսել ենք Ունիսյոննի Պրիզրկամի մուլտֆիլմը, բայց ոչ բոլորը գիտեն, թե ով է կանգնած այդ մուլտֆիլմի հետևում ու որ այդ հեղինակը ունի տասնյակ ոչ պակաս գլուխգործոցներ։ Հայայո Միյաձակին սկսել էր ոնց որ սովորական նկարիչ, որը նկարում էր ֆոներ ու միջանկյալ կադրեր։ Նա տարիներով զարգացնում էր իր արվեստը ու սովորում էր փոխանցել պատմությունը ոչ թե բառերով, այլ իր հերոսների միջոցով։ Իր անիմացիաները մնացածի հոսքի դեմ էին։ Այն ժամանակ, երբ ինդուստրիան արագանում էր ու դառնում էր ավելի պարզ, ինքը ստավկա էր դնում դետալների ու ձեռի գործի վրա։ Իր ստեղծագործությունների միջոցով նա խոսում էր պատերազմի, էկոլոգիայի, մենակության, մեծանալու մասին։ Նա անում էր այդ այն ժանրի միջոցով, որը ամբողջ աշխարհում ընդունված էր ոնց որ մանկական։ Ու հենց դրա համար իր գործերը կարաս նայես ցանկացած տարիքում, փոքր վաղտ ոնց որ հեքիաթ, մեծ տարիքում ոնց որ փիլիսոփայություն։ Մոյսեսի Տոտորո, ամենանուրբ մուտք Միյաձակիի աշխարհ։ Ֆիլմ, որը նայում ես ու զգում ես մանկությունը, երբ հրաշքը կարա ապրի կողքիդ ու չպահանջի բացատրություն։ Տոտորոն չի զգացվում որպես հերոս, այլ ավելի շատ որպես անվտանգության զգացմունք։ Պրինցեսա Մոնոնոկե այստեղ Միյաձակին ցույց է տալիս մասշտաբ։ Այս մեծահասակ, դաժան պատմությունը մարդու ու բնության կոնֆլիկտի մասին, որտեղ չկա աբսոլյուտ չարիք ու չկան հեշտ որոշումներ։ Խաչաչի ժամանակ ամենաթերագնահատված Միյաձակիի ֆիլմերից մեկը ու նույն ժամանակ ամենամարդկային։ Հեքիաթային ատմոսֆերայի հետևում թաքնված է պատերազմի առաջ վախը, ինքընդունման ու սիրո պատմություն։ Ֆիլմ, որը ամեն անգամ վերանայելուց ավելի ու ավելի խորն է դառնում քո հետ։ Միյաձակին այն հազվագյուտ հեղինակներից է, որի ստեղծագործությունները չեն ծերանում, որովհետև խոսում են անենց բաների մասին, որոնք միշտ մեր հետ են։ Ու հավատա, եթե դու տեսել ես մենակ Ունիսյոննի Պրիզրկամի, դու տեսել ես Միյաձակի ընդամենը 10%-ը։